Այժմ տեսնենք ինչ է սպասում կշեռքներին հաջորդ շաբաթ հուլիսի 26-ից 31-ը։ Հուլիս ամիսն էլ վերջացրեցինք, հարգելիներս։ Ինչքան արագ է անցնում ժամանակը։ Տեսնենք ինչ է սպասվում կշեռքներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարճ լրացուցիչ բոլոր կշեռքների համար։ Միայնակ են, զույգ են, մեծ են, երիտասարդ են, նշանակություն չունի։ Բոլորի համար ցանկացած հարցի շուրջ հաջորդ շաբաթվա համար մի կարտով տեսնենք կարտերը ինչ խորհուրդ կտան։ Մեր հարգելի կշեռքներին։ Վերջում կնայենք այդ կարտը։ Շատ լավ, հարգելի կշեռքներ, ինչ հետաքրքիր տրամադրության մեջ եք լինելու հաջորդ շաբաթ։ Տեսնում եմ սիրտ, տեսնում եմ տղամարդ։ Այսինքն սիրային հարցերը շատ կարևոր են լինելու մեր հարգելի կշեռքների համար հաջորդ շաբաթ։ Այսինքն ինչ որ անձնական, զուտ անձնական սիրային հարցերի վրա եք լինելու կենտրոնացած։ Սիր եք խոստովանում կամ ձեզ են սեր խոստովանում, կամ սիրահարվում եք հանկարծ, ես չգիտեմ կշեռքները առաջին հայացքից սիրահարվող են թե ոչ, բայց ամեն դեպքում տեսնում եմ տղամարդ, տեսնում եմ սիրտ։ Կարող է որոշ մարդիկ տղա երեխա են ունեցել, ուրախացել են, ինձ համար աղջիկ տղա երեխա նշանակություն չունի, երեխան երեխա է, բայց ես նկարով տղա եմ տեսնում, դրա համար եմ ասում։ Այդպես էլ կարող է լինել։ Ներողություն կարտը վերցնեմ։ Ինչ եմ տեսնում անձնական հարցերը միայնակների համար, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում, տեսնում եք։ Տեսնում եմ տղամարդ, սիրտ, սրտի տուզ եւ տեսնում եմ սիրտ, սրտի կարտը, այստեղ հաստատ ես տեսնում եմ սիրահարված տղամարդիկ, միանշանակ կարող եմ ասել, որ տղամարդիկ են կամ տղաներն են սիրահարված, հարգելիներս, խոստովանեք ձեր սերը աղջիկներին, մոտեցեք, ես ձեզ ամենայն հաջողություն եմ ցանկանում, սիրառատ շաբաթ է լինելու միայնակների համար, ես դրանից ավել կարտեր չեմ ուզում հանել, պարզապես կարող եմ ասել, որ շատ սիրով լի է լինելու, գնացեք դուրս շփվեք, շատ շփվեք երիտասարդներ իրար հետ, բացեք սրտներդ միգուցե աղջիկներ ժամադրվեք տղաների հետ, եթե ճիշտ վայրեր եք գնում, ճիշտ մարդկանց հետ եք շփվում, ես հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի եւ անպայման սեր կգտնեք հարգելիներս հաջորդ շաբաթ երիտասարդներ, ձեզ հաջողություն եմ ցանկանում, հույսով եմ ձեզ չեն մերժի եւ ձեր ջանքերը սիրո թեմայով կարդարացվեն եւ ժամանակ անցկացնեք ձեր սիրած աղջիկների հետ։ Ինչ եմ տեսնում զույգերի հետ, տեսնում եմ մի փոքր խնդիր, մի փոքր խոչընդոտ, շատ փոքր, սա փոքր կարտ է, այսինքն չի կարող ինչ-որ մեծ խնդիր առաջացնել, զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած, մի փոքր ամեն դեպքում զույգերի մեջ տեսնում եմ խնդիր կա։ Տեսնենք ինչ խնդիրներ կան զույգերի մեջ։ Շատ մանր-մունր խնդիր էր, ես ասում եի, այդպես էլ տեսնում եմ հարգելիներս, շատ փոքր ինչ-որ խնդիր կար զույգերի հետ, ինչ հարցերում էր կդժվարանամ ճիշտն ասած ասել, ես ասեցի տղա երեխա, այսինքն նույնիսկ եթե այստեղ արագիլ եմ տեսնում, կին եմ տեսնում, եթե նույնիսկ կինը հղիանալու այդ խնդիր ուներ, ես այստեղ շատ լավ կարտեր եմ տեսնում եմ այստեղ ինչ-որ մեկը խորհուրդ է տալիս, սա կարող է նաև լինել մասնագետ, տեսնում եմ արև, եւ այնտեղ էլ սրտով էլ ասեցի տղա եմ տեսնում, երեխա եմ տեսնում եմ փոփոխություն, ես չգիտեմ, ինչ որ մի փոքր խոչընդոտ կար, ինչ խնդիր էր, ինչ խոչընդոտ էր կդժվարանամ ասել, եթե առաջին դիտարկենք հղիության հարցը, եթե հղիության հետ կապված կինը խնդիր ուներ, ամուսնացած զույգի մասին տվյալում, ես տեսնում եմ փոփոխություն, տեսնում եմ բարի լուր եմ տեսնում, լուրի միջալոց ուշանում էր, բայց վերջապես կգա, չնայած ինչ որ անհանգստություններ ամեն դեպքում կային եւ միգուցե լուրի ուշանալն էր ձեզ շատ բարկացնում կամ ձեր ամուսնուն էր բարկացնում այս կնոջ ամուսնուն, բայց ես տեսնում եմ, որ իրականում մասնագետ եմ տեսնում, խորհրդատու բժիշկ մասնագետ եւ տեսնում եմ արև, եթե այդպիսի հարց կար, ինչ որ դրա հետ կապված լուրեր կային, բուժման հետ կապված, պատասխան կամ արդյունքների հետ կապված, ես տեսնում եմ լուրը գալիս է եւ տեսնում եմ վերջում արև
այսինքն ձեզ ինչ-որ մեկը ամեն դեպքում կկարողանա ձեր հարցերում օգնել հարգելիներս։ Իսկ եթե մոռանանք հղիության մասին հարցերը, ես այստեղ փոփոխության կարտ եմ տեսնում, երկու փոփոխության կարտ եմ տեսնում։ Ես չգիտեմ, այս խոչընդոտը խնդիրը ինչ էր ձեր մեջ, որ ասում եմ չգիտեմ, որովհետև չեմ տեսնում, հարգելիներս։ Ես չգիտեմ ում համար եմ նայում, ես չգիտեմ ում ընտանիքում ինչ հարցեր կարող են լինել, դրա համար էլ ասում եմ չգիտեմ, եթե մարդը դիմացից նստած լիներ, իմանայի ում համար ինչ հարցով եմ նայում, կարող էի կոնկրետ ասել, բայց որտեղ չգիտեմ, դրա համար էլ ասում եմ չգիտեմ։ Մի փոքր մանր խնդիր, դուք ինքներդ, եթե ունեիք խնդիր, գլխի կընկնեիք, ինչի մասին է խոսքը։ Տեսնում եմ տրանսֆորմացիա, փոփոխություն, եւ ելի եմ տեսնում փոփոխ, երկու փոփոխության կարտ եմ տեսնում, այսինքն իրավիճակը իրականում կփոխվի։ Նույնիսկ եթե իրավիճակը կապված էր ինչ-որ մեկից լուրի եք սպասում եւ կարող է դրսից էր լուրը գալու, օտար երկրից կամ ձեր երկրից, որտեղ որ դուք ապրում եք, ձեր երկրից դուրս լուրի եք սպասում, լուրը ուշանում էր, դա ձեզ շատ էր բարկացնում, հարգելիներս, որտեղ այդ լուրից կարծես ինչ-որ բան էր կախված, այսինքն խնդիրը կլուծվեր, եթե լուրը գալիս, լուրը կարծես չէր գալիս։ Ես չեմ կարծում, որ լուրն է, վատ լուր է գալիս, դուք նեղում եք, որտեղ շատ լավ կարտեր եմ տեսնում։ Իրականում լուրը չգալու կամ ուշանալու հարցն էր ձեզ կամ ձեր ամուսնուն բարկացնում, զույգերից մեկին ամեն դեպքում։ Ես տեսնում եմ ամեն դեպքում ձեզ լուր կգա տղամարդուց կամ ձեզ խորհուրդ կտան կօգնեն ինչպես հարցը լուծել, եւ ես տեսնում եմ որ ձեր խնդրեմը կլուծվի իրականում, այն էլ արևով կլուծվի, ոչ թե ինչ-որ փոքր կարտով լավ կլինի, արևով կլուծվի։ Ամեն դեպքում ես տեսնում եմ այստեղ զույգերը իրենք անձնական խնդիրներ չունեն, ես չեմ կարող ասել իրենց հետ կապված ինչ խնդիր էր։ Եթե խնդիրը կապված էր դուք միասին ուզում եք ինչ-որ ճանապարհ գնալ, օտար երկիր եք ուզում տեղափոխվել, որտեղ արագիրը կարող է այդպես լինել, դա էր խնդիրը, ապա ես տեսնում եմ, որ եթե լուրը ուշանում էր, դա ձեզ բարկացնում էր, իրականում կգտնվի ինչ-որ մեկը, որ ձեզ կօգնի։ Ես չեմ կարող ասել այս մարդը լուրը բերողն է, բայց ես կարող եմ ասել, որ ամեն դեպքում կգտնեք ինչ-որ մեկին, որ ձեր հարցը կարողանա լուծել, կամ ձեզ ինչ-որ ամեն դեպքում մեզ էլ կարող է տուզը բարի լուր նշանակել, արևը շատ լավ է, այսինքն կգտնվի ձեր հարցի լուծումը ի վերջո։ Եվ հույսով եմ մի շաբաթ ինչ-որ մեկից ամեն դեպքում ինչ-որ լուր կստանաք, հարգելի կշարտներ, դրանից ավել ոչինչ չեմ կարող ասել, մանր խնդիր էր, բայց ձեր անձնական հարաբերություններում չէր, դուք երկուսով ընտանիքով ինչ-որ նպատակ ունեք, այդ նպատակի առաջ կար ինչ-որ խոչընդոտ, կգտնվի ինչ-որ մեկը, որ ձեզ կօգնի եւ այդ խոչընդոտը կհաղթահարեք։ Աշխատանքի հետ տեսնում եմ իրականում ֆինանսների կարտը, այսինքն դուք ունեք ինչ-որ միջոցներ գումար վաստակելու, որտեղ ես տեսնում եմ, որ ձեր տուն գումարներ գալիս են, դուք ֆինանսական խնդիրներ տեսնում եմ երևի թե չունեք։ Տեսնենք։ Աշխատանքի հետ կապված էլ ինչ կարող եմ տեսնել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում եմ օձ եւ խաչի դաման եմ տեսնում եմ երեխա, տեսնում եմ ծառ, տեսնում եմ ծաղիկներ։ Գիտեք, ես կարող եմ ասել աշխատանքի վայրում կամ ձեր գործերի հետ կապված ինչ որ հետաքրքիր փոփոխություն կլինի։ Միգուցե ինչ որ կնոջ միջոցով, այս չգիտեմ, պաշտոնով կին է, կադրերի բաժնի կին է, ձեր բաժնի պետն է կամ ավակ, չգիտեմ, ձեզնից վերադաս է կին է, ամեն դեպքում տեսնում եմ, ինչ որ նորություն, ինչ որ փոփոխություն կլինի, երևի այս կնոջից կլսեք իմանաք։ Իրականում կլինի առաջ խաղացում եւ դուք շատ ուրախ կլինեք, հանդիպումներ կլինեն, ժողովների ժամանակ միգուցե ինչ որ հայտարարություններ կանեն։ Ես իրականում տեսնում եմ, որ ինչ փոփոխություն է լինի, ձեզ համար շատ լավ է, ծառով եմ տեսնում, առաջ խաղացում ունեք, հանդիպումներից շատ գոհ կմնաք ծաղիկներով եւ տեսնում եմ դրանից ձեր գումարները կշատանան հարգելիներս։ Այսինքն աշխատանքում ինչ էլ որ լինի, փոփոխություն իրականում ձեզ համար շատ դրական է։ Ոչ միայն աշխատանքը շատ չեն ծանրաբեռնում ձեզ համար, ես այստեղ հոգնած վիճակ չեմ տեսնում, այլ նաեւ դրանից ձեր ֆինանսները կավելանան։ Բավականին հաջող էր նաեւ աշխատանքի հարցում։ Իսկ այ ֆինանսներում ես չգիտեմ, լուսինը ինչով է կասկածներ, անհանգստություններ ունեք, միգուցե նոր ծախսեր են ավելացել։ Տեսնենք։ Լուսինը ձեր զգացողությունն է, դուք եք անհանգիստ, ինչ որ ֆինանսների հետ կապված, միգուցե ինչ որ նպատակ ունեք, վստահ չեք ձեր ֆինանսները կբավականացնեն, բայց ես չեմ տեսնում ֆինանսական կորուստներ։ Ես տեսնում եմ ձեր զգացողությունը։ Միգուցե վարկի պատասխանի եք սպասում, վարկի համար եք դիմել, վստահ չեք կլինի, չի լինի։ Նորից եմ ասում, դա պարզապես ձեր զգացողությունն է։ Տեսնենք իրականում ինչ կլինի։ Շատ լավ կլինի, հարգելիներս, ես չեմ կարող ասել հենց հաջորդ շաբաթ ձեզ ֆինանսները կգան, բայց ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, կարմիր լուր կգա, լուր ինչ որ կգա, դուք ինչ որ որոշում պիտի կայացնեք, ճանապարհը բաց է, ֆինանսական ցանկացած հարց, նույնիսկ եթե դուք վստահ չէիք ձեր վրա, իսկ ես տեսնում եմ, որ ինչ որ լուր կգա, որոշում պիտի կայացնեք,
կայացնեք, մի քիչ թող պիտի ստորագրեք, չգիտեմ, ճանապարհը բաց է։ Էլ եմ ասում, ես չեմ կարող ասել հաջորդ շաբաթ ձեզ հենց ֆինանսներ կգան, իսկ տեսնում եմ դուք ֆինանսներ աշխատանքից ստանում եք, խնդիր չունեք, sense տնենց, բայց եթե ինչ որ նոր նպատակ, նոր աշխատանք եք ուզում, չգիտեմ, նոր եկամուտ եք ուզում ավելացնել, նոր միջոցներ եք գտնում ձեր գումարներն ավելացնելու, ճանապարհը բաց է։ Հարգելինս, ճանապարհը բաց է եւ տեսնում եմ, որ դուք ձեր նպատակին կարող եք հասնել։ Ոչ մի բացասական կարգ չեմ տեսնում։ Բոլորն էլ շատ հաջող էին, հարգելի կշարքներ։ Իսկ ընդհանուր բոլորի համար տեսնում եմ կողմնացույցը ցույց է տալիս ուղղություն։ Նրանք, ովքեր չգիտեն ինչ անել, չգիտեն ինչպես անել, պետք է երևի թե ուղղություն ընտրել։ Իսկ ուղղությունը կարող եմ ասել, գիտեք, այս ձեր ընդհանուր տրամադրությունից ելնելով սրտի կարտը, երիտասարդը կարող է ինչ-որ մեկը ձեզ օգնել։ Եթե անձնական հարց է, պետք է պարզապես ձեր զույգի հետ կիսվեք, խոսեք։ Եթե որևէ այլ հարց է, ֆինանսական, ինչ-որ մեկը, որ ձեզ սիրում է, որին սիրում եք դուք, դա եթե դուք տարիքով մարդ եք, կարող եք ձեր երեխային դիմել, այսօր երեխաները այնքան բան գիտեն, համակարգիչների հետ կապված, տեխնիկայի այնքան բան գիտեն, որ մենք էլ իրենցից սովորելու բան ունենք, ինչու՞ չէ։ Հեռախոսի հետ կապված լինի, էլ եմ ասում, տեխնոլոգիայի հետ կապված լինի, ցանկացած ինչ-որ հարցեր եթե ունեք, ինչ-որ մեկը, որ ձեզ սիրում է, կկարողանա օգնել, կարողանա ձեզ միգուցե խորհուրդ տալ կամ ուղղություն ցույց տալ։ Դիմեք ինչ-որ մեկի օգնությանը, եթե ինքներդ չեք կարողանում ուղղությունը գտնել։ Ձեզ անպայման կլինի ինչ-որ մեկը, որ ձեզ սիրում է, ձեր մասին հոգ է տանում, անտարբեր չէ ձեր նկատմամբ եւ կարող է ձեզ իրականում ուղղություն տալ։ Հատկապես եթե հարցը վերաբերում է անձնական կյանքին։ Ուղղության մասին էր խոսքը, ես չգիտեմ, դուք կզգաք ում ինչ էր վերաբերում, ամեն դեպքում ես կարծում եմ, որ ինչ որոշում ել որ կայացնեք, այս կարտը ցույց է տալիս եւ այս տրամադրությունը տեսնում եք, որ դուք իրականում միգուցե ինչ որ եթե նրանք արդեն ինչ որ ուղի ընտրել են, ճանապարհ, կյանքի, աշխատանքի, ֆինանսների, անձնականի հետ կապված ինչ որ որոշումներ կայացել եք, ինչ որ ուղղություն ընտրել եք, ես տեսնում եմ, որ շատ լավ ուղղություն եք ընտրել։ Կարծում եմ, որ ձեր ընտրությունը ճիշտ է, որտեղ դուք բավարարված եք։ Շատ լավ շաբաթ է ձեզ սպասում։ Հարգելի կշարքներ, հատկապես անձնական եւ սիրային հարցերում։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ներողություն կարիճներին հաջորդ շաբաթ, հուլիսի 26-ից 31-ը։ Եվ դրանով էլ կամփոփենք հուլիս ամիսը, հարգելի կարիճներ։ Ինչ է սպասվում կարիճներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ եւս մեկ կարտ բոլոր կարիճների համար։ Ես այստեղ միայնակների եւ զույգերի համար եմ նայում, հիմնականում սիրային հարցեր են երբեմն լինում։ Այս մեկ կարտը պարզապես բոլոր կարիճներին ինչ որ խորհուրդ, ինչ որ հուշում կարտերի կողմից, որպես խորհուրդ։ Անկախ նրանից մեծ եք, փոքր եք, ամուսնացած եք, ամուսնացած չեք, միայնակ եք, բոլորի համար։ Շատ գեղեցիկ տրամադրություն եմ տեսնում ձեզ համար հարգելի կարիճներ։ Չեմ կարող ասել ինչ լուր է գալիս, ինչ մի լավ դրական փոփոխություն է լինում, ինչ որ մի նորություն է գալիս ձեր կյանք, որ այսքան ուրախ է ձեզ ուրախ տրամադրություն է պարգևում ձեզ։ Հույսով եմ բոլոր կարիճներն լինեն ուրախ տրամադրության մեջ։ Ամեն դեպքում ես ցանկանում եմ հարգելիներս շատ լուր է, սա կարող է լավ լուր լինել, կարող է ֆինանսական հարցերի շուրջ լինել, կարող է անձնական ցանկացած հարցի շուրջ։ Եթե ձեր տրամադրությունը այսքան լավ է, սա ամենահաջող կարտերից մեկն է, ուրեմն ինչ-որ մի պատճառ ունեք, չէ՞, որ այդքան ուրախ եք։ Ինչ եմ տեսնում միայնակների համար։ Միայնակների համար տեսնում եմ բանալի եւ տեսնում եմ 8-ը, այսինքն բանալին շփման մեջ է հարգելիներս, որպեսզի գտնեք ձեր երկրորդ կեսին եւ այլևս միայնակ չլինեք, կարտերը հուշում են բանալին շատ շփման մեջ է։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կարիճներ, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ ինչ-որ մեկը գալիս է ձեր կյանք, տեսնում եք, եւ սիրտ եմ տեսնում, եւ տեսնում եմ այստեղ էլ ձիավորը նորից էլի սրտի ինով գալիս է, շտապում է,
Ես տեսնում եմ, որ ինչ որ մեկը ձեր կյանք կգա, ինչ որ մեկին կարող է հանդիպեք, ընդ որում չեմ կարող ասել որտեղ կարող է հանդիպեք։ Ես այստեղ տեսնում եմ գիրք, կարող է լինել ինչ որ, չգիտեմ, ընթերցասրահ, կարող է լինել գրադարան, կարող է լինել միտեղ, որտեղ դուք ինչ որ դասընթացներ եք անցնում, ինչ որ բան եք սովորում, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում, գիտեք, կյանքը մարդուն շանսեր տալիս է, դուք նկատում եք, չեք նկատում, կարողանում եք օգտվել, թե ոչ, չեմ կարող ասել, ձեզնից է կախված, բայց ես տեսնում եմ ներողություն, հարգելի աղջիկներ, հատկապես ձեզ համար, ես տեսնում եմ երիտասարդը շտապում է գալիս է ձեր կյանք, բանալին շփման մեջ է, ինչպես կշփվեք մարդու հետ։ Այն ինչ կարող եմ այստեղ տեսնել, հարգելի միայնակ կարիճներ։ Ես կարող եմ ասել, որ դուք աշխատանքի բերումով ճիշտ ասած երևի արդեն շատ եք շփվում, շատ եք խոսում, ձեր մասնագիտությունը ինչի հետ է կապված չգիտեմ, եւ դա իրականում ձեզ բավականին հոգնածնում է։ Այսինքն այնպեսի տպավորություն եմ ստանում, որ մարդը աշխատանքի վայրում այնքան է խոսում, որ չի ուզում ուրիշ մարդկանց հետ խոսել։ Անկեղծ ասած, տեսնում եք, ամպեր են կուտակված։ Որտեվ շատ եք խոսում, ինչ մասնագիտություն ունեք, ինչի հետ է կապված, ես չգիտեմ։ Դրա համար էլ կարտերը հուշում են, որ իրականում սա բոլորովին այլ տեսակ շփում է։ Այստեղ հաճախորդների հետ չէ, ոչ մեկին ոչինչ պետք չէ համոզել։ Ես այդպես եմ տեսնում։ Աշխատանքից հոգնում եք, էլ չեք ուզում իրականում մարդկանց հետ շփվել։ Եվ դա իրականում մի փոքր խնդիր է առաջացնում։ Ես տեսնում եմ փոփոխություն կլինի, տեսնում եք, եւ կին եմ տեսնում, եւ տղամարդ եմ տեսնում։ Այո, ինչ որ մի նոր մարդ կգա ձեր կյանք, հատկապես հարգելի աղջիկներ, դա նշանակում է, որ երիտասարդն էլ կարող է հանդիպել ինչ որ մի աղջկա։ Էլ եմ ասում, կարող եք հանդիպել ինչ որ միջավայրում, ինչ որ միտեղ, որտեղ ինչ որ բան եք սովորում, բայց կարող է նաև ճանապարհին, ինչ որտեղ ճանապարհին հանդիպում եք, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս։ Իրականում ճանապարհին կարող է նաև ինչ որ խնդիր լինել, խոչընդոտ լինել, խնդրեմ առաջանալ, բայց դա իրականում առիթ լինի, որ դուք հանդիպեք պատահաբար եւ իրականում ծանոթանաք, շփվեք եւ իրար փորձեք ավելի լավ ճանաչել։ Ես չեմ կարող ասել դուք արդեն այդպես միանգամից հաջորդ շաբաթ կդառնաք զույգ, բայց ես կարծում եմ, որ թեկուզ ինչ որ պատահական առիթով ճանապարհի վրա, ինչ որ, չգիտեմ, ճանապարհաերթևեկության կանոն է խախտել, ինչ որ մեկը կդժվարանամ ասել, բայց մի մանր-մունր խոչընդոտ, ինչ որ ճանապարհի հետ կապված, տեսնում եմ, որ դուք դրանից կսկսեք իրար լավ ճանաչել, կամ կարող է լինել պարզապես ինչ որ ընթերցասրահ, գրադարան եմ ասում, ինչ որտեղ, բայց ես տեսնում եմ երկու հոգու փոփոխություն եմ տեսնում, նորություն։ Ամեն դեպքում հարգելիներս եւ աղջիկներ եւ տղաներ, ինչ որ փոփոխություն կարող է լինել, իսկ բանալին ես տեսնում եմ, որ շփման մեջ է, ինչպես կշփվեք մարդկանց հետ։ Նույնիսկ եթե ձեր աշխատանքում շատ եք խոսում, շատ եք շփվում մարդկանց հետ, անձնական հարաբերությունները դրա հետ ոչ մի կապ չունեն։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում, հարգելի միայնակ կարիճներ։ Ինչ եմ տեսնում զույգերի մեջ, տեսնում եմ օձ։ Տեսնում եմ ինչ որ մի կին, որը կարող է շատ իմաստուն կին լինել եւ մեր զույգերին, չգիտեմ, եթե ունեք խնդիրներ, ես չեմ տեսնում ունեք թե չունեք, դեռ չեմ տեսնում։ Կին կարող է, որին դիմում եք խորհրդով, որին դիմում եք ինչ որ հարցեր եք ունենում ձեր անձնական կյանքում։ Կին կա նաև կարող է լինել ինչ որ մեկը, որ հակառակը օծություն է անում եւ քիթը խոթում է ձեր անձնական կյանք։ Տեսնենք։ Հիշեցնեմ, զույգերը կարող են լինել ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած։ Տեսնենք ով է այս կինը զույգերի մեջ։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելիներս, շատ հետաքրքիր Ես այստեղ տեսնում եմ շատ կասկածելի մարդիկ, որոնց այնքան էլ չի կարելի վստահել, իսկ դրանից անմիջապես առաջ տեսնում էի օձը։ Տեսնում եմ գիրքը ինչ որ բան է բացվում, տեսնում եմ խոսակցություններ, լուրեր եւ տեսնում եմ բավականին տխուր տրամադրություն ինչ որ ժամանակ։ Ես կարող եմ ասել ասկին ինչ որ բամբասկոտ խարդախ կին է, սա իմաստուն կին չէ տվյալ դեպքում, բավականին խարդախ մեկն է, որին չի կարելի վստահել, որ իրականում խոսք է տանում բերում։ Ես չեմ կարող ասել, այստեղ կարիճների դեպքում կնոջ մասին է խոսում զույգի մեջ կամ աղջիկը, եթե ամուսնացած չեն առայժմ, ամեն դեպքում ինչ որ մեկը ինչ որ փորձում է գաղտնիքներ բացել եւ ինչպես են ասում, ջուր է պղտորում։ Կարող եմ ասել, որ ինչ որ լուր է խոսակցություն է տանում է, բերում է նամակով, կարող եմ ասել, եւ տեսնում այստեղ կարողանում է մարդկանց հարաբերությունները ինչ որ չափով փչացնել։ Հարգելի կարիճներ, աշխատեք չլսել, շատ կասկածելի է այս կինը, ես չեմ կարծում, թե ինչ որ ինքը ասում է ճիշտ է ասում, բայց ինչ որ ինքը ասում է, կարող է իրականում ձեր հարաբերությունները ձեր զույգի հետ փչացնել, կամ զույգի ընտանիքի հետ կարող է փչացնել, մի քիչ ավելի զգուշ եղեք, ում հետ եք կիսում, ինչ եք խոսում։
Ես իրականում չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը կարողանալու ինչ-որ բան փչացնել, ոչինչ էլ չի կարողանալու։ Ոչինչ էլ չի կարողանալու։ Ես այստեղ տեսնում եմ մատանի նշանակում է կամ դուք արդեն նշանվել եք, պետք է ամուսնանալ, կամ դուք միգուցե արդեն ամուսնացած եք։ Ես այստեղ տեսնում եմ երիտասարդ, տեսնում եմ գերանդի, տեսնում եմ շուն, տեսնում եմ սիրտ։ Գիտեք, ինձ թվում է կարող է իրականում բացահայտվել, կարող է ի վերջո բացահայտվել, միգուցե սա արդեն եղել է, կարող եմ այդպես ասել, կարող է եղել է, ինչ-որ մեկը փորձել է այսպես խոսք տանել, բերել, միգուցե տղայի մոր վրա էլ ազդել է խոսակցությունները, ինչ-որ ձևով փորձ հարաբերությունները մի պահ սառել են երիտասարդների իրար նկատմամբ։ Էլ եմ ասում, անկախ նրանից ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, եւ դա մի քիչ ձգձգել է։ Մի քիչ ձգձգել է process-ը, եթե դուք արդեն ամուսնացած եք, ուրեմն մի փոքր, եթե ձեր, չգիտեմ, նույնիսկ եթե կիսուրը մի քիչ նեղվել է այդ խոսակցություններից, ես տեսնում եմ, որ ձեր ամուսինն իրականում ձեր կողմն է, բավականին էլ կտրուկ է եւ ձեր ընկերներն եմ տեսնում, սեր եմ տեսնում, չէ, ես տեսնում եմ, որ ձեր իրականում ամուսինը կամ զույգը իրականում բացարձակ դրանից չի ազդվում եւ իր վրա չի ազդում, նույնիսկ երևի ինքը կարողանա մոր տրամադրություն էլ շեղել, այսինքն մորն էլ բացատրել ամեն ինչ եւ իրականում ամեն ինչ ձեր մեջ հարգելներ շատ նորմալ կկարգավորվի բոլոր բարեդրացական հարաբերությունները կշտկվեն, իսկ ես տեսնում եմ, որ ձեր տղամարդն իրականում բացարձակ չի էլ հավատում ոչ մեկի եւ ինքը կկարողանա իրականում հարցը լուծել։ Մյուս կողմից, եթե դուք ամուսնացած չեք եւ ինչ-որ մեկը այսպես խոսակցություններով կարողացել է ձգձգել ձեր ամուսնությունը կամ նշանդրեքը, ես տեսնում եմ, որ ոչ մի հարց էլ չկա եւ ոչինչ չի էլ փչանում։ Եթե այս գերանդիից հետո ճիշտ ասած այստեղ բացասական կարտեր տեսնեի, կարող եի մտածել, որ իրականում ձեր նշանդրեքը կամ ամուսնությունը չեղյալ է հատարվում, կտրվում է։ Իսկ ես տեսնում եմ բոլորովին հակառակը երիտասարդը խոսակցություններն է կտրում, չի թողում ոչ մեկ ոչ մի բանի խանգարի եւ իրականում ինքը շարունակում է շարժում է առաջ իր պլանների հետ, չէ, շատ լավ է հարգելիներս, եթե ինչ-որ մարդիկ կան, խոսք են տանում բերում, մի վստահեք, ձեր անձնական կյանքը ամեն պատահած մարդու մի պատմեք, բայց ես ոչ տեսնում ոչինչ էլ չեն հասնելու, ոչ մի հաջողության, իրականում, եթե գեղարվեստական լեզվով ասեմ, սերը ամեն ինչ կփրկի, եթե մարդիկ իրար սիրում են, իսկ հատկապես դա գալիս է տղամարդուց, եթե տղամարդը վստահ է իր զգացմունքների եւ իր ընկերուհու կամ կնոջ վրա, կարողանա ինքը հարցեր լուծել եւ բոլորին էլ իրենց տեղը դնել, շատ լավ է, հարգելիներս, իրականում ամեն ինչ շատ լավ էլ կվերջանա։ Այո, ես տեսնում եմ, այստեղ էլ եմ տուզ տեսնում։ Ես տեսնում եմ աշխատանքային հարցերում իրականում բավականին հաջողություններ կլինի կարիչների համար, որտեղ տեսեք հարգելիներս երկու տուզ եմ տեսնում։ Ասում եմ, չի աշխատանքի հետ էլ ինչ որ լուր է գալիս, սրտի տուզ եմ տեսնում եւ երկու գեղեցիկ տուզ եմ տեսնում։ Ձեր աշխատանքային հարցերում ինչ էլ որ լինի, ես տեսնում եմ, որ բավականին հաջող են ձեր գործերը։ Ձեր համար եք աշխատում, ուրիշի համար եք աշխատում, նոր աշխատանքի եք տեղավորվել, նոր գործ եք սկսել։ Ինչ էլ որ լինի, տեսնում եմ, որ բավականին հաջող է։ Բավականին հաջող են ձեր գործերը։ Սա էլ հաջողության կարտը, սա ինձ ավել կարտ իմաստ չունի հանել հարգելիներս։ Արևը եւ այս կարտը, այս Լենորման կարտերի ամենալավ կարտերն են, լավագույն երկու կարտերն են։ Երկուսն էլ նշանակում են մեծ հաջողություն։ Սա ձեր աշխատանքի, ձեր գործերի, տեսեք, գեղեցիկ հրաշալի կարտեր եմ տեսնում։ Ցանկացած հարց, նոր աշխատանքի եք ուզում տեղավորվել, ձեզ աշխատանքի կկանչեն։ Ինտերվյու հարցազրույցի եք գնում, շատ հաջող կանցնի։ Աշխատանքի վայրում սպասում եք, ակնկալիքներ ունեիք, շատ լավ կլինի։ Եթե ձեր գործերը լավ էին, շատ լավ էլ կլինեն, եթե ոչ մի փոփոխություն էլ չլինի։ Իսկ եթե ձեր սեփական գործն է, ձեր բիզնեսն է, ինչ որ պլաններ ունեիք, շատ հաջող կլինի հաջորդ շաբաթ ձեր աշխատանքի գործերի հետ կապված ցանկացած հարց։ Ֆինանսների հետ տեսնում եմ կա ինչ-որ մեկը մասնագետ է կամ բարեկամ ծանոթ է, ով է, որ ձեզ ինչ-որ խորհուրդներ է տալիս, օգնում է ձեզ ֆինանսական հարցեր լուծելու։ Տեսնենք։ Իրականում շատ կարտեր դուրս եկան, բայց չեմ ուզում, որտեղ բոլորովին անիմաստ են մյուս կարտերը, բոլորովին անիմաստ, պատահաբար դուրս եկան։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի կարիչներ, շատ գեղեցիկ կարտեր է։ Ինչո մեկը ձեզ օգնում է ցանկացած ֆինանսական հարցերում, պայմանագիր պետք է կնքվում է, սա էլ հաջողության կարտը։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, բացարձակ ոչ մի խնդրեմ։ Արևով արդեն պետք է ձեր տրամադրությունը շատ լավ լիներ, ցանկացած հարց, նույնիսկ զույգերի մեջ ինչ որ մեկը փորձում էր խոչընդոտ առաջացնել, ոչ մի խնդիր էլ չէր լինում։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելի կարիչներ, արևով էլ սկսեց, ձեզ համար հաջորդ շաբաթ բոլոր հարցերում պետք է որ լինի շատ հաջող շաբաթ։ Եթե ինչ որ նպատակներ ունեիք եւ ձգձգում էիք, ես խորհուրդ կտամ դուք հաջորդ շաբաթ իրականում անեք, ինչ որ ուզում էիք անեք, ինչ որ ունեիք պլանավորած, ակտիվ եղեք, որովհետեւ շատ հաջող շաբաթ է սպասվում ձեզ։ Ձեզ սպասում են նաեւ ֆինանսներ, հարգելի
կարիքներ, տեսնում եք, ես այստեղ տեսնում եմ ընդհանուր խորհուրդը բոլորի, ես տեսնում եմ ֆինանսներ, տեսնում եմ ձեզ ֆինանսական հաջողություն։ Մյուս կողմից ձկներով նաև տեսնում եմ ես զույգի մեջ ինչ որ մեկը ասում եմ ջուր էր պղտորում, այսինքն ինչ որ մեկը անվստահելի մի անձ էր, խոսակցություններ էր տանում բերում։ Ձկները տեսնում եք, այստեղ շրջան են կազմել, սա կարող է լինել նաև ցիկլ, այսինքն եթե կան որոշ կարիքներ ցանկացած հարցում, ֆինանսական կամ անձնական հարցերում, ինչ որ մի բան անում եք, ինչ որ ձևով եւ չի ստացվում, որովհետեւ նույն բանն եք անում, նույն ձևով, այսպես ցիկլի պես, շրջանի պես պատտվում է, եւ դուք նույն սխալը կրկնում եք եւ դրա համար էլ անհաջողության եք հասնում։ Դե եթե հաջողության հասնում եք, շատ լավ է։ Բայց ես կարտերը խորհուրդ են տալիս անհաջողության դեպքում, որպեսզի ձեզ կարողանաք ձեր սխալները շտկել։ Եթե ինչ-որ բան անում եք, անընդհատ նույն ձևով, նույն բանը անում եք, նույն ձևով եք դիմում, չգիտեմ, մարդկանց ֆինանսների հարցով, աշխատանքի հարցով, նույն սխալը կրկնում եք եւ ոչ միտեղ չեք հասնում։ Դա նշանակում է դուք ցիկլի մեջ եք ընկել, պետք է ինչ-որ բան փոխել, մոտեցումը պետք է փոխել։ Ցանկացած հարցում էլ եմ ասում։ Եթե տղաներն աղջիկների մոտենում են մերժում են, ուրեմն ինչ-որ բան սխալ եք անում եւ նույն ձևով եք միշտ մոտենում, նույն սխալն եք անում։ Եթե աղջիկները տղաների հետ փորձում են, շփվում են, ոչինչ չի ստացվում, ուրեմն աղջիկները ինչ-որ մի բան սխալ եք անում։ Եթե ընկել եք ցիկլի մեջ, միշտ նույն սխալը անում եք եւ հաջողության չեք հասնում։ Ցանկացած հարցեր եմ ասում, աշխատանք, ֆինանսական, անձնական հարաբերությունները միայն սիրային կարող է չլինել, բարեկամ, ընկեր, քույր, եղբայր, եթե անդադ վիճում եք, եթե անդադ խնդիրներ ունեք ձեր հարևանի հետ, բարեկամի հետ, որովհետև միշտ նույն բանն եք անում, հարգելիներս, մի տեսակ այդ նույն սխալը անդադ կրկնում եք, փորձեք փոխել, ինչ-որ բան պետք է փոխեք, որպեսզի կարողանաք առաջ շարժվել։ Ես ամենայն հաջողություն եմ ցանկանում, հարգելի կարիճներ, ձեզ իրականում շատ լավ շաբաթ էր սպասում, հաջորդ շաբաթ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ հուլիսի 26-ից 31-ը։ Ինչ է սպասվում մեր հարգելի աղեղնավորներին։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ ես մեկ լրացուցիչ կարտ բոլոր աղեղնավորների համար։ Միայնակ եք, զույգ եք, տարիքով մեծ եք, շատ երիտասարդ եք։ Պարզապես որպես խորհուրդ մի լրացուցիչ կարտ բոլոր աղեղնավորների համար։ Ընդհանուր տրամադրությունը շատ հետաքրքիր եմ տեսնում հարգելի աղեղնավոր, որոշ աղեղնավորների համար կլինի հատուկ տրամադրությունը ուղղված կլինի ֆինանսների կողմ, այսինքն ինչ որ ֆինանսական հարցեր կան, որ ձեզ շատ հուզում են։ Ես չեմ ասում դուք ֆինանսներ ծախսում եք, կորցնում եք, թե ձեզ գալիս են, կտեսնեմ ֆինանսների կարտերը տեղից կերևա, բայց կարող եմ ասել, որ ֆինանսական հարցերը ձեզ համար հաջորդ շաբաթ կլինեն մի տեսակ առաջնահերթ։ Կարող է ծախսեր, որովհետև ուզում եք գնալ արձակուրդ, հանգստանալ, ձեզ գումար է պետք, ծախսերը կան, միգուցե վարկ եք ուզում վերցնել, միգուցե տուն եք ուզում գնել կամ վաճառել, ամեն դեպքում ֆինանսական հարցերը տեսնում եմ ձեզ հետ կլինեն շատ կարևոր ձեզ համար հաջորդ շաբաթ հարգելի աղեղնավորներ։ Անձնական հարցերում տեսնում եմ ձիավորը գալիս է եւ սրտի իմնով կարող եմ ասել, ինչ որ նոր մարդ է գալիս ձեր կյանք, հարգելի միայնակ աղեղնավորներ։ Եվ շատ էլ շտապում է, ինչ որ անձնական կյանքում փոփոխություն կարող է լինել, ես սրտի իմնով կարող եմ ասել դրական փոփոխություն է, բայց տեսնենք լրացուցիչ կարտերն ինչ կասեն։ Ամեն դեպքում ինչ որ լուր, ինչ որ փոփոխություն շտապում է ձեր կյանք, հարգելի միայնակ աղեղնավորներ։ Այսի շտապ կարտեր եմ տեսնում, հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ, հոյակապ, ասում եմ, չէ, շտապում է ինչ-որ մեկը գալիս է ձեր կյանք, հատկապես նրանց ում կյանքում ինչ-որ բան վերջանում է, այսինքն, եթե միայնակ եք հատկապես, ես տեսնում եմ վերջանում է ձեր մենակությունը, դրանից հետո անմիջապես վերջանում է ինչ-որ բան, դրանից հետո տեսնում եմ մատանի, իսկ մատանի երկու հոգու մասին է խոսքը, այսինքն դուք վերջապես կունենաք գտնեք ձեր զույգ եւ միայնակ չեք լինի, ձեր մենակությունն է վերջանում, հարգելի աղեղնավորներ, ասում եմ, չէ, ինչ-որ մեկը շտապում է ձեր կյանք, սա կարող է լինել իրականում եւ կանանց եւ աղջիկների եւ տղամարդկանց համար, այսինքն պարտադիր չի տղամարդը գա կնոջ կյանք, կարող է նաեւ կին գալ տղամարդու կյանք։ Ես կարող եմ ասել սեր, նոր ինչ որ մեկը գալիս է միայնակ աղեղնավորների կյանք եւ այսպես միանգամից փոխվում է։ Եվ դուք միայն ոչ թե գալիս է ծանոթանում եք միայն, երևի դուք արդեն իրար ճանաչում եք, դուք արդեն որոշում եք, որ դուք ուզում եք միասին լինել, սա արդեն բավականին լրջացնում է ձեր հարաբերությունները։ Դա կարող է լինել ինչ որ մեկը, որ դուք արդեն ճանաչում եք, պարզապես դեռ զույգ չեք նրան հետ միասին։
Տեսնում եք ինչ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, հարգելիներ, հոյակապ կարտեր եմ տեսնում։ Միգուցե կա ինչ-որ մեկը, ինչ-որ միջնորդ, ինչ-որ մեկը խորհուրդ եք հարցնում կամ ձեզ խորհուրդ է տալիս կամ այս մարդու միջոցով եք ծանոթանում ձեր ապագա զույգի հետ։ Ես զույգ ծաղիկներ եմ տեսնում, հարգելիներ, որ բաժակաճառը չասեմ, զույգ ծաղիկներն ինչ է նշանակում։ Տեսնում եմ գեղեցիկ զույգ, հարգելի աղեղնավորներ, նրանք ովքեր մենակ են, ես սրտանց կամենում եմ, որ հաջորդ շաբաթ ինչ-որ մեկը գա ձեր կյանք։ Ինչ-որ մեկին հավանում եք, հաջորդ շաբաթ լավ ժամանակ է, ծաղիկներ գնեք, հարգելի երիտասարդներ, հրավիրեք աղջկան միտեղ եւ առաջարկություն արեք։ Առաջարկեք հանդիպելու, նկատի չունեմ ամուսնության առաջարկություն, նկատի ունեմ առաջարկեք դառնալ ձեզ կյանքի ընկեր կամ զույգ։ Ինչ եմ տեսնում միայնակների ներողություն զույգերի համար տեսնում եմ մի փոքր ամպեր են կուտակված իրականում հարգելի աղեղնավորներ։ Դե զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Տեսնենք ինչու են ամպեր կուտակված։ Ամպեր կուտակված նշանակում է մի քիչ տխուր եք, մի քիչ թախծում եք, միգուցե մենակ եք զգում ձեզ, տեսնենք ինչու։ Ես ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ։ Շատ հետաքրքիր է։ Գիտեք ինչ եմ տեսնում, ամպեր եմ տեսնում, ամպերը այն կողմ են նայում, իսկ այստեղ տեսնում եմ եւ ծաղիկներ եւ տղամարդ։ Ես կարող եմ ասել, ես այստեղ տեսնում եմ մի կին, որը կարոտում է իր սիրած տղամարդուն։ Այդպես կարող եմ ասել, իր զույգին, իր տղամարդուն, անկախ նրանից ամուսին է թե ամուսին չի։ Ես տեսնում եմ եւ կարոտը կարող է նաեւ արդյունքներով արտահայտվել։ Հարգելի տղամարդիկ, ինչու եք թողնում ձեր կանայք ձեզ կարոտեն եւ հուզվեն եւ չգիտեմ, կարոտեն ձեզ, ինչ է սա նշանակում։ Վերադարձեք, ուր եք գնացել, ինչ եք անում, զբաղված եք, գումար վաստակելով եք զբաղված, ասում եք, չի, հիմնականում ֆինանսներն է տղամարդկանց մտքում։ Իրականում ես չգիտեմ, տխուր վիճակ է, չի կարելի այսպես։ Կանանց չի կարելի տխրեցնել, ասում են, ուրախ կյանքը ուրախ կնոջից է սկսվում։ Ես չգիտեմ ինչ է լինում, կարող եմ իսկ կողմից ասել, չնայած կինը տխուր է, բայց կարող է ամուսին իրան անակնկալ մատուցել, հարգելի տղամարդիկ, գնեք ծաղիկներ ձեր կնոջը, հրավիրեք ինչ-որ միտեղ, սիրտը շահեք վերջապես, ձեր կինն է, չէ, ինչպես կարելի է կանա, ձեր երեխաների մայրը պետք է լինի, իսկ եթե ընկերուհի է, դուք հեռու եք, պարզապես տղամարդը կարող է հեռու է տանը, չէ, մի փոքր ուշադրություն, մի փոքր, գիտեք, հիմա այնպեսի հնարավորություն կա, դուք դրսից էլ կարող եք զանգելով ծաղիկներ պատվիրել ձեր տիկնոջ համար։ Ամեն ինչ հնարավոր է, մի փոքր ուշադրություն, կանանց իրականում պետք է մի փոքր ուշադրություն, հարգելի տղամարդիկ։ Բայց ես տեսնում եմ կինը տխուր է, բայց ես հարգելի կանայք, տեսնում եմ ախր, տեսնում որ ձեզ սիրում է, ձեր կյանքում կա սիրող տղամարդ, եւ տեսնում եմ ծաղիկները, որ դուք զույգ եք, շատ լավ էլ զույգ եք տեսնում, չեմ ուզում լրացուցիչ կարտեր հանել ավելի ամեն ինչ չմխտարեն, բայց ես իրականում տեսնում եմ, որ կինը կարոտում է իր տղամարդուն։ Ես չեմ տեսնում, հարգելիներս, տեսնում եք։ Ինչ եմ տեսնում, տեսեք։ Կին դուրս եկավ։ Հաջորդը տեսնում եմ կին։ Ես տեսնում եմ այստեղ զույգ, եւ այստեղ եմ տեսնում զույգ, բայց տեսնում եմ տխրություն։ Ես չգիտեմ ինչ է պատահել մեր հարգելի աղեղնավորներին, ինչու են իրենք զույգ են եւ գեղեցիկ են տեսնում եմ զույգ են, բայց տխուր են։ Ես չգիտեմ, տխուր են, ով է տխուր, տղամարդն է կնոջը կարոտում, եթե կինն է հեռու, կարող է տղամարդն է իր կնոջը կարոտում, միջոցապես էլ կարող է լինել։ Ես չգիտեմ, եթե կինը հեռու է, կինն է ինչ-որ գործուղման է գնացել, աշխատանքի բերումով եւ ամուսինն է կնոջը կարոտում, հարգելի կանայք, դուք է պետք է ձեր տղամարդկանց ուշադրություն ցույց տաք։ Ես տեսնում եմ ամեն դեպքում հարգելիներս գեղեցիկ զույգ, տեսնում եմ մի փոքր ամպեր են կուտակված, բայց իրականում բացարձակ ոչ մի բաժանություն չեմ տեսնում, հակառակը տեսնում եմ մարդիկ իրար կարոտում են։ Պարզապես միգուցե չեք խոսում իրար հետ։ Ես եմ խոսում ձեր անունից, երկուսի տանից էլ ես եմ խոսում, դուք սիրում եք իրար, կարոտում եք իրար, ժամադրվեք, դուրս եկեք, գնացեք։ Ժամանակ ինչու եք վատնում, կյանքը այնքան կարճ է, հարգելիներս։ Էդ էլ ինձնից ձեզ խորհուրդ։ Գնացեք, հանդիպեք, ինչու միտեղ, նույնիսկ ամուսնացած եք, դուրս եկեք, գնացեք միայնակ, ժամադրության, գնացեք միասին ինչու միտեղ, համերգ, թատրոն, ռեստորան, ուր ուզում եք։ Իսկ աշխատանքի հարցերում հարգելի աղեղնավորներ տեսնում մի փոքր խոչընդոտ, մի փոքր շատ չնչին, ինչ-որ խնդիր կա գործերի հետ կապված, աշխատանքի հետ կապված։ Տեսնենք ինչ խնդիր կա։
Ինչ խնդիր կա աշխատանքի վայրում որոշ աղեղնավորների համար։ Գիտեք, ես ճիշտ ասած առանձնապես բացասական կարտեր ճիշտ ասած չեմ տեսնում։ Հետաքրքիր է։ Ես կարծում եմ, ես տեսնում եմ բանալի, տեսնում եմ արագիլ, տեսնում եմ գիրքը, տեսնում եմ նամակ։ Ինչ կարող եմ ասել, աշխատանքի վայրում խնդիր կա, ես չեմ կարող ասել մանր մունը խնդիր ինչի հետ է կապված։ Միգուցե դուք ինչ-որ փոփոխություն եք սպասում, կամ ինչ-որ գործուղման պետք է գնայիք, եւ իրականում այդ մասին լուրը ուշանում է։ Ձեզ ավելի շատ ինֆորմացիա է պետք։ Գրքով կարող եմ ասել, դուք, չգիտեմ, ձեզ պետք է ֆինանսավորեն ճանապարհի համար, ձեզ պետք է լուրը պետք է գար, վերջնական երևի ինչ-որ պատասխան պետք է գար, իսկ ես տեսնում եմ, որ պատասխան իրականում ուշանում է։ Եթե իսկապես ճանապարհ ունեի գնալու գործուղման, եթե վիզաների հետ հարց ունեիք, մի տեսակ ուշանում էր, դա է երևի խնդիրը ձեզ համար։ Ես տեսնում եմ, որ այո, դուք ինչ-որ անհանգստություններ ունեք, կասկածներ կան, աշխատանքի վայրում էլ փորձում եք երևի զրուցել, հարցնել կադրերի բաժնում, ովքեր որ կազմակերպում են։ Ես տեսնում եմ, որ իրականում մի տեսակ ֆինանսավորման հարց կարող է լինել, գիտեք, ֆինանսավորումը մի տեսակ կամ չկա, կամ կանգնել են գործերը, չեն շարժվում առաջ, ես տեսնում եմ, որ իրականում եթե կա գործուղման հարց կա, ես ում որ սա վերաբերում է, տեսնում եմ, որ ֆինանսների հարց կարող է լինել, դրա համար էլ ձեր գործը առաջ չի շարժվում։ Բայց ես իրականում տեսնում եմ, որ դուք ֆինանսներ գտնում եք, գիտեք, ես տեսնում եմ, այստեղ կինը որոշում է գործը ձեռք վերցնել։ Այսինքն, եթե կար գործուղման հարց եւ աշխատանքի վայրում ֆինանսական խնդիրներ կային, չէին ուզում ամբողջը ֆինանսավորել եւ դա կանգնեցնում էր գործը, ես տեսնում եմ, դուք մի տեսակ վերցնում եք դա ձեր ձեռքը, այստեղ կին եմ տեսնում, եւ այստեղ ձեր ընկերներից փորձում եք ֆինանսները ձեր ուժերով գտնել։ Ես այդպես եմ ճիշտ ասած տեսնում, հարգելիներս։ Եվ տեսնում եմ, որ իրականում կգտնեք, եթե դա է պատճառը, կապ ֆինանսների կամ ֆինանսի հետ կապված կարտեր եմ տեսնում, այսինքն դուք ինչ որ նպատակ ունեք, ինչ որ բան կարող է փոխվել, եթե ճանապարհ չնայենք, ապա ինչ որ փոփոխություն է պետք, ինչ որ նոր բան, նոր ծրագիր է միգուցե պետք ներմուծել աշխատանք, ինչ որ նորություն սպասում եք ու չի գալիս, եւ կադրերի բաժնում ասում են, որ իրականում ֆինանսավորում չկա, այսինքն ինչ որ հարց կա լուծելու, որը դրական փոփոխություն կլինի աշխատանքի վայրում, բայց դրանց համար ֆինանսներ չկան։ Եթե աշխատանքի վայրում տեսնում են ֆինանսներ չկան, դուք իրականում ձեր միջոցներով, ձեր ծանոթներով, ընկերներ, բարեկամ ծանոթներով փորձում եք ֆինանսը ապահովել։ Ու ես տեսնում եմ, որ ձեզ իրականում ֆինանսներ կգան եւ կօգնեն։ Էլի եմ ասում, այստեղ մանր խնդիր էր։ Ես այդպես եմ տեսնում, հարգելին, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ասում եի, չէ, այստեղ ֆինանսական հարցերը ձեզ համար հաջորդ շաբաթ կարևոր կլինեն։ Եթե ձեր աշխատանքի գործունեության ինչ էլ անում եք, ձեր բիզնեսի մեջ, եթե պետք է ինչ-որ փոփոխություն լիներ, բայց ֆինանսը չէր բավարարում, ես տեսնում եմ դուք ի վերջո ձեր ծանոթների միջոցով ֆինանսները կգտնեք։ Եթե ինչ-որ հիմնարկությունից պետք է ստանայիք, չեք ստանում, ձեզ ֆինանսները մերժում են, ապա դուք ձեր ուժերով, ձեր ծանոթներից կկարողանաք ֆինանսներ գտնել։ Ամեն դեպքում սա ֆինանսների համար չէր աշխատանքի էր, բայց կարծես ֆինանսներից էր կախված ձեր աշխատանքը, ձեր գործը, ինչ որ անում եք, ձեր նպատակին կհասնեք, թե չեք հասնի։ Ես տեսնում եմ, որ կհասնեք ձեր ընկերների, ծանոթների միջոցով։ Իսկ ֆինանսներում տեսնում եմ փոփոխություն, նորություն։ Եթե ձեզ ֆինանսների երկրորդ աղբյուր եք փնտրում, ապա հավանաբար կգտնեք։ Ֆինանսական հարցերում կարող է լինել ինչ-որ փոփոխություն, նորություն։ Ինչ եմ տեսնում։ Գիտեք, ես տեսնում եմ, որ ձեր ֆինանսներում ինչ-որ փոփոխություն կլինի, կերպարներ առանձնապես ճիշտ ասած չեմ տեսնում, այսինքն չեմ կարող ասել սա ինչ-որ մարդկանցից է կապված, կոնկրետ ձեզնից է կախված, ումից է կախված։ Ես կարող եմ ասել, այստեղ խաչն եմ տեսնում։ Եվ տեսնում եմ շատ եք շփվում, ում հետ եք շփվում, չեմ կարող ասել, on-line եմ տեսնում շատ միգուցե շփումներ կան, կամ դրսի հետ ինչ-որ շփումներ կան, ֆինանսի հետ կապված։ Գիտեք, ես կարող եմ ասել ինչ էր որ լինում է այստեղ, ձեր կամքով չէ, որտեղ տեսնում եմ լուրը մի տեսակ ուշանում է, բանակցում եք, ինչ որ հարցերում չեք համաձայնվում, ինչ որ հարցերում համաձայնվում եք, ինչ որ հարցերում վստահ չեք, ձեզ ամեն ինչ ասում են, չեն ասում, ճիշտ են ասում, վստահության խնդիր միգուցե ունեք, որտեղ տեսնում եմ կասկածներ ունեք եւ տեսնում եմ, որ ինչ որ վերջնական որոշումը կամ վերջնական այսպես ինֆորմացիան մի փոքր ուշանում է, բայց դեզնից ոչինչ կախված չի, այսինքն սա ձեր մեղքով չէ, ինչ որ լինում է ինստինկտիան է լինում, բայց ես էլ եմ ասում, այստեղ կարող եմ ասել երեխայի կարտով, որ փոփոխություն կլինի, ինչ որ մի նորություն կլինի, եւ ես տեսնում եմ, որ իրականում դες համար կպարզվի, ներողություն, կպարզվի, գաղտնիք կբացվի, նոր ինֆորմացիան կգա իրականում եւ ձեր ֆինանսները կգան։ Այսինքն ֆինանսական ինչ հարցեր որ ունեիք, իրականում ես տեսնում եմ, որ դուք կպարզեք ինչպես
հասնեք ձեր նպատակին ֆինանսական բոլոր հարցերով։ Սկզբում էլ ասում էի, ֆինանսները ձեզ համար կլինեն կարևոր։ Ես կարծում եմ, որ ֆինանսները ձեզ ամեն դեպքում կգան, կամ եթե մի շաբաթ չգան, մի շաբաթ դուք կգտնեք ձևը, ինչպես ֆինանսական ցանկացած հարցերում, ինչ հարցեր որ լինի, ինչպես կհասնեք ձեր նպատակին։ Իսկ ֆինանսները տեսնում եմ, որ ձեզ ի վերջո կգան, հարգելիներս։ Ինչ հետաքրքիր կարտ եմ տեսնում ընդհանուր խորհուրդը։ Ես տեսնում եմ մի տեսակ տատանվողական վիճակ, այսինքն ինչ-որ որոշում ունեն կայացնելու։ Կարմիր, կապույտ, աջ, ձախ, անեմ, չանեմ, գնամ, չգնամ, ասեմ, չասեմ, ինչ որ որոշում ունեն կայացնելու մեր հարգելի աղեղնավորները, սա կարող է նաև վերաբերել նաև ֆինանսական հարցերին։ Ես մի կարտով որ կարողանամ ներողություն չեմ կարողանա ասել, թե սա իրականում ինչ է նշանակում։ Դժվար է։ Տվյալ դեպքում, եթե այս կարտին նայեմ 50-50, կարող է եւ ճիշտ լինել, եւ սխալ լինել, եւ դրական, եւ բացասական, այսինքն բավականին պետք է մտածել, շտապ որոշում չկայացնել, որտեղ երկու տարբերակն էլ կարող է աշխատել։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում եմ 10, տեսնում եմ 10, նավակ եւ շուն։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ, եթե անձնական հարցերին է վերաբերում, իրականում անձնական հարցերին ինչ-որ որոշում ունեք կայացնելու անձնական հարցերով։ Անձնական կարող է լինել սիրային, զույգերի մեջ, կարող է լինել ոչ զույգ լինել, կարող է լինել անձնական քույր, եղբայր, հարազատ, բարեկամ, ցանկացած հարց, ինչ տարիքի եք, ում հետ եք, ինչպես եք, կարգավիճակը կարևոր չէ, որոշում եք կայացնում, դժվարանում եք, որտեղ ինչ որ կամուրջ պետք է անցնեք։ Այո, կամուրջ անցնելը բավականին բարդ է։ Դուք կյանքի մի նոր էտապ, այսինքն շատ լուրջ որոշում ունեք կայացնելու, բավականին բարդ իրավիճակ է եւ դուք դժվարանում եք որոշում կայացնել։ Դրա համար էլ կանգնել այսպես նավակը, դուք որոշում չեք կարողանում կայացնել։ Իսկ կարտերը հուշում են դիմեք մի ծանոթ բարեկամ ընկեր, ինչու մեկը ձեզ կօգնի որոշում կայացնել, որտեղ տեսնում եմ բավականին լուրջ հարց է։ Լուրջ հարց է, դուք մենակ եթե դժվարանում եք, դիմեք ինչ-որ մեկին։ Դիմեք, որովհետև հարցը չի լուծվում, որտեղ դուք չեք կարողանում որոշում կայացնել։ Կարտերը հուշում են, եթե մենակ չեք կարողանում, ապա անպայման դիմեք ինչ-որ մեկին, կգտնվի ինչ-որ մեկը, կա ինչ-որ մեկը ձեր կյանքում, որը կկարողանա ձեզ օգնել ճիշտ որոշում կայացնել եւ կամուրջը անցնել, այսինքն անցնել հաջորդ էտապ։ Հարգելիներս, մյուս կողմից, սա կարող է լինել նաև ֆինանսական հարցեր, հատկապես երբ որ ձեր ընդհանուր տրամադրությունը, եթե հիշում եք, ասում էի, գումարներն են, ես այստեղ էլ եմ տեսնում ղարի 10-ը, սրտի 10, այսինքն սրանք էլ գումարների հետ են կապված։ Եթե ձեր որոշումը ֆինանսների հետ էր կապված, բավականին բարդ որոշում է կարող եմ ասել կամուրջով, որտեղ կամուրջը նշանակում է մի նոր էտապ։ Միգուցե լուրջ ներդրում եք ուզում անել կամ լուրջ մեծ ծախս ունեք անելու, մեծ վարկ եք ուզում վերցնել, լավ նպատակի, լուրջ նպատակի, բայց շատ լուրջ քայլ է։ Ձեզ համար սա մի նոր էտապ, նոր հնարավորություն կարող է ստեղծել։ Բայց գիտեք, ցանկացած հարցի դեպքում դուք ինչպես կարող եք գումար շահել, այնպես էլ կարող եք գումար կորցնել։ Բավականին բարդ հարց է։ Տեսնում եք, սա այստեղ ծախս եմ տեսնում, այստեղ գումարներ կարող են գալ։ Բարդ հարց է, նույնիսկ ֆինանսական հարցով, եթե չգիտեք, այսպես ասեմ, ծախսերից եւ կորուստներից խուսափելու համար դիմեք էլի ծանոթ մարդկանց, ովքեր ֆինանսներից հաջողակ են, ֆինանսներից հասկանում են եւ ձեզ կկարողանան խորհուրդ տալ։ Ցանկացած հարցում նույնն է, պատասխանը նույնն է։ Եթե լուրջ հարց ունեք, որոշելու, որ շատ լուրջ փոփոխություն կբերի ձեր կյանք, մենակ չեք կարողանում, դիմեք ձեր ծանոթներին, որևէ մեկին, ում վստահում եք եւ ձեզ կարծում եմ, որ կօգնեն, հարգելի աղեղնավորներ։ Ես շատ հաջող շաբաթ եմ ցանկանում։